Նախընտրական քարոզարշավի վերջին օրերը համեմատաբար հանգիստ մթնոլորտում են անցնում։ Փաշինյանն ավելի քիչ է գորգորում, ավելի քիչ վիրավորում ու սպառնում մրցակիցներին։ Փոխել է մարտավարությունը, անցել մրցակիցներին ընտրողների ահաբեկմանը։ Տարբեր համայնքներում վերջին օրերին ԿՊԱ-ականները կամ նրանց աջակիցները հարձակվում են ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների վրա, ծեծի ենթարկում, այդ թվում կանանց։ Զրոդոկով ծայրահեղափոխություն Հայաստանում 9-րդ գործնականում նավճար բարձրագույն կրթություն ուսանողների համար։ Կանանցից չեն վախենում, բայց տեսախցիկներից սարսափում են։ Նախորդին Մասիսում ուժեղ Հայաստան դաշինքի քարոզարշավի մասնակիցներին խմբով ծեծի ենթարկելուց հետո փախուստի են դիմել, երբ տարածքում հայտնվել է լրագրող Սյուզի Բադոյանը։ Մարդ ծեծած տղեկն հետարի։ Բախես փախնում այս տղա։ Դեմքը տերևում ա, մեկա դու պատժվելու ես հետարի։ Այտենց կվազես, այտենց։ Դեմքդ փակելով փախի։ Ում որ խփում են, ում որ բրբրթում են, քաշքշում են, ինչ որ խանգարում են ակցիա անել, բան, այդ ամեն ինչի պատասխանատուն մի մարդ է, մի մարդ, քանի որ սահմանադրությունը չի փոխվել։ Այս այդ նույն սահմանադրությունն է, որ երբ որ մեկի քթիցաուն էր գալիս Սերժ Սարգսյանն էր դրա մեղավորը, այսօր Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու այս բռնությունների համար։ Ընտրողների ահաբեկման իշխանության մեկ այլ հնարքի թիրախում էլ Ռուսաստանից Հայաստան եկած հայաստանի քաղաքացիներն են։ Իշխանությունը կարծես թե մտավախություն ունի, որ նրանք գալիս են ընդդիմությանը ձայն տալու։ Այդ պատճառով ըստ շրջանառվող տեղեկությունների օդանավակայանում Ռուսաստանի ժամանող զինապարտության տարիքի տղամարդկանց հենց տեղում 25-օրյա վարժանքներին մասնակցելու ծանոթագրեր են տալիս։ Դուք բացառում եք, որ Ռուսաստանից եկածներին կարող են 25-օրյա ծանոթագրեր, ինչպես կարող են բացառել։ Այսինքն Ռուսաստանից եկող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ու զինապարտա հայրենիքի առաջ պարտականություններ չունի, դրականաբար չեն կարող։ Իսկ միայն Ռուսաստանից, թե օրինակ Ֆրանսիայից, Ամերիկայից եկածն եւ բոլորին ուղարկում են։ Այս իշխանությունը իր այդ ուղերձով փորձում է բոլոր մեր հայրենակիցներին վախեցնել, իրականում իրենց ուղեղով վախեցնել, թե չհամարձակվեք գալ Հայաստան, թե չկտանենք ձեզ 25-օրյա վարժական հավաքների։ Երկրորդը, այս իշխանությունը հերթական անգամ ցույց է տալիս, որ առհամարած ունի եւ մարտական ծառայությունը, առհամարած ունի եւ բանակին, եւ զինված ուժերին, ամեն ինչը ծառայեցնում է իր քաղաքական հաշիվներին։ Որքան ինքնաթիռ հիմա գալիս է, նույն քանակի ինքնաթիռ միշտ եկել է, այսինքն ինչն է բանը, ինչ եք ուզում ասեք, ուզում եք ասեք առաջինը, բանակը մարդկանց պատժելու տեղ, հա։ Ըստ ամբողջ զորահանդեսի այդ PR-ը ջուրն եք լցնում, այս մեկ։ Երկրորդը, ինչ եք ուզում ասեք, ուզում եք ասեք, որ մարդիկ որ հայ քաղաքացի են, գան Լոսից, գան Մոսկվայից, գան Փարիզից, գան Սիդնեից, ինչ պետք է անեն, ասենք, չպետք է գնան ընտրության։ Բա ասում եք թող բերեն, թող գան, որ գան մեկա մեզ են ընտրելու, մի քիչ այդ մարդկանց բան տալիս։ Բա կա ձեզ են ընտրում։ Այդ պատժում եք բանով, բանակուի զորահավաքով, հա։ Այդ ինչի մասին է ժողովուրդ։ Հավաքների ծանոթագիր տակ մարդկանց։ Եղավ Արագ ստուգելու է մի ժամ ժամանակ, մի ժամից հետո այրոպորտում եղավ ռազմական ոստիկանություն, մնացածը չեմ ասում ինչ եմ անելու։ Միևնույն ժամանակ ինտենսիվորեն շարունակվում են քրեական գործեր հարուցել ընդդիմադիրների եւ նրանց աջակիցների նկատմամբ։ Միայն ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Ալիկ Ալեքսանյանին առնչվող քրեական գործով քրեական հետապնդում է հարուցվել 37 անձի նկատմամբ, որոնցից 25-ը ձերբակալվել է։ Նրանց կալանավորելու միջնորդություններ են ներկայացվում դատարան։ Այս գործով 50-ից ավելի խուզարկություն է իրականացվել։ Քննչական կոմիտեի հաղորդակցության համաձայն հայտնաբերվել են տարբեր թղթեր, ցուցակներ, որոնք իբր թե ցույց են տալիս, որ ընտրակաշառք է բաժանվել։ Այսօր խուզարկություններ են իրականացվել նաև ՀՅԴ-ի Գյումրու գրասենյակում 2 անձ, այդ թվում 18-ամյա լրագրող ձերբակալվել են։ Մենք ունեցել ենք Քարոզարշավի վերջին օրերին քաղաքական ուժերը կենտրոնացել են ավելի շատ մայրաքաղաքի վրա։ Մեկը մյուսի հետևից Հանրապետության կամ Ազատության հրապարակում իրենց ամփոփիչ հանրահավաքներն են անում։ Այսօր երեկոյան հանրային հեռուստաընկերության եթերում բանավիճելու են քաղաքական ուժերի առաջին համարները, ըստ էության վարչապետի թեկնածուները։ Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը հայտարարել են, որ չեն մասնակցելու բանավեճին։ Վաղը նախատեսվում է ԿՊ-ի մեծ հանրահավաքը։ Ենթադրվում է դրանից անմիջապես հետո ԿՊԱ-ականները Փաշինյանի գլխավորությամբ կգնան Սարյան փողոց մասնակցելու գինու փառատոնին, եւ այս միջոցառումն էլ կծառայեցնեն իրենց քարոզարշավին, ինչպես արեցին զորահանդեսի դեպքում, եւ այսօր, երբ արձակուրդում գտնվող վարչապետը այցելեց ռազմարդյունաբերական էքսպո ցույց տալու, թե իր պաշտոնավարման տարիներին ինչ զարգացում է ունեցել այս ոլորտը։ Ոնց եմ վարդանում, ստեղ սպասեք չփակեք մի րոպե։ Կարանք ստեղ դեմից նստենք։ Հա, համոց։
Այսօր Ազատության հրապարակում ամփոփիչ հանրահավաք է հրավիրել Բարգավաճ Հայաստանը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Հանրահավաքից առաջ մեծ թվով ոստիկանական ուժեր էին բերվել օպերայի հարակից փողոցներ։ ԲՀԿ անդամներն ու աջակիցները մինչև Ազատության հրապարակ երթով են գնացել Մատենադարանից։ Ոչ մի լավ բան չէ, բացի սուտ ասելուց, խաբելուց, ժողովրդին պատերազմ սարքելով, զոհեր տալով, հողեր հանձնելով, գերիներ թողելով, ժողովրդին վարկերի տակ, պարտքերի տակ, տուժտուգանքներով, գույքարկ ավելացնելով, այդ բոլորը ասենք թե այսօր ժողովուրդը փոփոխություն է ուզում։ Ես դա տեսել եմ, զգացել եմ, մարդիկ վախում են, սենց բան պատմության մեջ չի եղել տենց ընտրություն, վախի մթնոլորտ, մարդկանց բռնեն, տանեն, վախացնեն, չի եղել։ Նախորդին Հանրապետության հրապարակում ամփոփիչ հանրահավաք էր հրավիրել ուժեղ Հայաստան դաշինքը։ Բազմամարդ հանրահավաքին, որին մասնակցել է մի քանի տասնյակ հազար մարդ, Նարեկ Կարապետյանը կոչ է արել ընտրել իրենց, որպեսզի իրականություն չդառնա 300,000 ադրբեջանցիների վերադարձի Բաքվի ծրագիրը։ Նարեկ Կարապետյանը հայտարարել է 4 օրից Հայաստանը ոչ թե պարզապես քվեարկության է գնալու, այլ հանրաքվեի։ Հանրաքվե նրա մասին, թե թույլ ենք տալու փոքրիկ խմբակի պարտված ղեկավարին թողել, որ Հայաստան մտնեն ադրբեջանցիներ, թե պահելու ենք մեր հայրենիքի վերջի մնացած հողը հայկական։ Հանրաքվե նրա մասին, թե թույլ ենք տալու մեր եղբայրները Հայաստանը լքեն աշխատանքի համար, Հայաստանը լքեն ավելի լավ կյանքի համար, թե վերակառուցելու ենք մեր քանդած երկիրը եւ ուժեղացնելու ենք մեր երկրի տնտեսությունը, բարեկեցություն ենք բերելու հայ ընտանիքներին եւ այնպես ենք անելու, որ հայերը էլ չգնան։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեսաուղերձով է դիմել ընտրողներին։ Նա հայտարարել է, որ գործող իշխանությունն այս քարոզարշավը դարձրել է ամենակեղտոտը Հայաստանի պատմության մեջ։ Քոչարյանը կոչ է արել հունիսի 7-ի ընտրություններում փոխել իշխանությունը եւ հայտարարության 8 տարին փոխարինել վերելքի տարիներով։ Վերականգնել ժողովրդի պատիվը վստահություն հայտնելով, որ նույնիսկ այսօրվա բարդ պայմաններում դա հնարավոր է անել։ Այս ընտրությամբ մենք պետք է վերադարձնենք հայկական պետության գոյության ամբողջական իմաստը։ Հայաստանը չպետք է լինի մի երկիր, որտեղ ժողովուրդը մշտապես զբաղված է ճգնաժամեր հաղթահարելով։ Հենց դրա համար էլ մենք խնդրում ենք ձեր ձայները։ Մեր նպատակը պարզապես իշխանափոխությունը չէ։ Մեր նպատակը հայկական պետության որակի վերականգնումն է։ Պետություն, որը կարողանում է պաշտպանել իր քաղաքացիներին, հարգում է իր դաշնակիցներին եւ հարևանների հարգանքն է վայելում։ Մեզ կրկին կհարգեն, այլ ոչ թե կօգտագործեն։ Ես երաշխավորում եմ, որ պատերազմ չի լինի։ Դաշնակիցների հետ առճակատում չի լինի։ Հարևանների հետ ավելորդ լարվածություն չի լինի։ Հենց դրա համար էլ մենք խնդրում ենք ձեր ձայները։ Ուղերձ է եղել նաև Միասնության թևերի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։ Նրա խոսքով վերջին օրերին իր դեմ սկսված ապատեղեկատվական արշավի պատճառն այն է, որ իրենց վարկանիշն աճում է եւ իրենց ձայները բավարար են խորհրդարան անցնելու համար։ Հայտարարում եմ միանշանակ, մենք Նիկոլ Փաշինյանին վարչապետ չենք ընտրելու եւ որևէ պարագայում չենք ընդունելու, որ քաղաքացիական պայմանագիրը Հայաստանում դառնա իշխանություն։ Նույնքան հստակ է նաեւ, որ վարչապետ չենք ընտրելու Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ Սամվել Կարապետյանը չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը սահմանադրական արգելքների պատճառով։ Ընտրություններից հետո մեզ համար որոշիչը լինելու է ոչ թե այն, թե ով որքան ձայն է ստացել, այլ այն, թե ով է կարող ստանձնելու Հայաստանի վարչապետի պատասխանատվությունը եւ ղեկավարվելու բացառապես Հայաստանի ազգային շահերով։ Այդ պատճառով մենք առաջադրելու ենք իմ թեկնածությունը։ Հստակ է նաեւ մեկ այլ բան. չի լինելու իրավիճակ, երբ մեր պատճառով իշխանափոխությունը տապալվի։ Իսկ նախկին քաղաքապետ Նորույշ կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը շարունակում է հումորային տեսանյութերով ուղերձներ հղել ընտրողին։ Հերթական ֆուտուրիստական տեսահոլովակը զգուշացնում է Փաշինյանին իշխանության թողնելու վտանգների մասին։ Բայց տարածքների հարցը ոչ լուծվեց։ Տարածքների հարցը լրիվ նորմալ է։ Երեք միջազգային հանրությունը Չարբախը ճանաչեց որպես մեր սուվերեն տարածք, հիմա Շենգավիթի հարցը քննարկվում։ Լավ, բա ի՞նչ անենք, որ այս ապագան սենց չլինի։ Մարության ջան, միակ տարբերակը այդտեղ բոլորին ասա, որ գան ընտրության։ Էս ի՞նչ ձեներ է գալի։ Այստեղ արդեն շատ վտանգավոր է, սրանք ձերի վրա են գալի։ Ֆոյա, ֆո։ Հայ,